Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հաղորդմանը ձեր հարցերով կարող եք մասնակցել նաև դուք, հարգելի հեռուստադիտողներ, զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն @ararat.tv.am։ Այսօր հյուրընկալել ենք հոգեբան Նաիրա Իսրայելյանին և փորձելու ենք բացահայտել մեր փոքրիկների 3-ից 5 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկությունները։ Բարև ձեզ, տիկին Նարինե, Նաիրա թե Նարինե։ Նաև Նարա Ալբերտովնա, ինձ դիմում են 3 տարբերակով, ինչպես որ ավելի հարմար է։ Ճիշտ ասած գրել եմ Նաիրա, հիմա եթերից առաջ հասկացա, որ նաև Նարինե եք սիրում, երբ ձեզ դիմում են։ Ես ինքս առաջարկում եմ ինձ դիմել կամ տիկին Նարինե, կամ Նարա Ալբերտովնա, կամ տիկին Իսրայելյան, ինչպես որ ավելի հեշտ կկարողանան այդ դիմումը օգտագործել։ Այնպես որ տիկին Նարինե, դուք ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ եք։ Այո։ Ինչ դպրոց է դա, ինչ առանձնահատկություններ ունի, խնդրում եմ մի փոքր ներկայացրեք այդ դպրոցը, հետո անցնենք մեր հիմնական թեմային։ Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցը դա անցած դարասկզբի Զիգմունդ Ֆրոյդի ստեղծած դպրոցն է։ Ինձ բախտ վիճակվեց երկրաշարժից հետո Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էին բավականին անվանի մասնագետներ, հոգեվերլուծողներ Ֆրանսիայի եւ խումբ ընտրվեց եւ այդ խումբը հիվանդանոցում ազատամարտիկների հետ աշխատելով կրթեցին իրենք 4 տարի եւ այդ 4 տարվա որպես ավարտ եւ աշխատանքի եւ ուսման ստացանք թույլտվություն աշխատել այդ դպրոցի ուղղությամբ։ Դպրոցը ինքը, եթե կարճ փորձեմ ներկայացնել, կարևոր իմաստը նրանում է, որ օգնում է ճանաչել օրինաչափ զարգացումը հոգեկանի մարդու եւ երեխայի, քանի որ ամեն մարդ սկսվում է երեխայից, հասկանալ իրեն զգացումները, կառավարել այդ զգացումները, հայելային թերապևտիկ մեթոդով տեսնել իրեն եւ կարողանալ ճանաչելով լավ կողմերը զարգացնել եւ օգտագործել եւ վատ կամ այսպես կոչված բացասական կողմերը կամ վերացնել կամ չօգտագործել տարբերակով։ Հասկանալի է։ Փորձեմ իհարկե այդ ամեն ինչը դասակարգել իմ մտքում, մի բան փաստ է, որ իսկապես բոլորս գալիս ենք մանկությունից եւ հասուն տարիքում արդեն երևի չկա այնպիսի մարդ, որ չհամեմատի իր մանկության տարիները իր երեխայի կամ փոքրիկ թոռնիկի տարիների հետ, հա, եւ չասի, որ մեր ժամանակ ավելի ճիշտ էին դաստիարակում, մեր ժամանակ ավելի լավ էինք վերաբերվում այս կամ այն հարցին, մենք ավելի ճիշտ էինք եւ այլն։ Միշտ փոքրիկներին չգիտես ինչու քննադատում ենք։ Հիմա փորձենք հասկանալ, ինչու են հոգեբանները, ինչու եք դուք առանձնացնում հատկապես 3-ից 5 տարեկան երեխաներին որպես առանձին խումբ։ Շատ ճիշտ եք, 3-ից 5 տարեկանը առանձնացվում է եւ հոգեվերլուծական դպրոցի կողմից էլ առանձնացվում է որպես շատ հանգույցային առաջին եսի ձևավորման տարիք։ Եթե ուշադիր լինեք, երեխաները մինչև 2.5-3 տարեկանը իրենց մասին խոսում են երրորդ դեմքից, իսկ արդեն սկսված այդ տարիքից երեխան իր մասին ասում է ես, փորձում է ասել ես եւ իրերի մասին ասում է իմը եւ այս տարիքից սկսվում է իր եսի գիտակցական ձևավորումը, երբ երեխան, ինչպես ասեցի, իրեն շրջապատող աշխարհը օգտագործելով որպես հայելի, կարծիքները, գնահատականները, վարքը իրեն շրջապատող մեծահասակների օգտագործում է նրա համար, որ ինքը իրեն ճանաչի, հասկանա իր եսը, ինչպես է ինքը ուրախանում, տխրում, բարկանում, լաց լինում, իրենը վերցնում, տալիս եւ բոլոր այն մարդ եւ շրջապատ հարաբերությունների մեջ իրեն գտնում։ Եվ այս տարեկանում դա արդեն ամբողջությամբ ձևավորված է լինում, թե պետք է ձևավորված լինի։ Եվ այն երեխաները, ովքեր կարողանում են, 5-ը դա սահման չի, 5-ը պիկ է։ Ավարտվում է դա 6-7 տարեկանում ըստ հոգեվերլուծության, եւ երեխաները, եթե կարողանում են իրենց հնարավորինս ճանաչել եւ գտնել, փուլը ավարտվում է։ Եթե ոչ, իրենք մնում են շատ երկար տարիներ իրենց հուզական կյանքում երեխաներ։
Հասկանալի է, որ արդեն պաթոլոգիկ փաստորեն իրավիճակ է լինում։ Բայց մենք հիմա խոսենք ամենաանմեղ էակների մասին, ովքեր փառքաստու չունեն ինչ-որ խնդիրներ, բայց մայրիկները բողոքում են, հատկապես 3 տարեկաններից։ Ասում են, որ դա արդարացնում են նաև հոգեբանները եւ ասում են, որ 3 տարեկանը իսկապես ճգնաժամային տարիք է։ Ինչ է դա, ինչու են այդ տարիքում ճգնաժամի մեջ։ 2.5-ից սկսվում է, մինչև 4 տարեկանը երեխաների մոտ կոչվում է նեգատիվ փուլ տարիքային, երբ երեխան փորձեր է անում ասել մեծահասակներին, առաջինը իհարկե մայրիկին, դու մի ասա, դու մի արա, ես ինքս մայրիկ, եւ այդ փուլը իհարկե արդեն դուք տեսաք ըստ առաջարկի հակասական է, մայրիկ դու ինքդ մի արա իմ փոխարեն, դու ինձ ոչինչ մի ասա, ես ինչ անեմ, ես ինքս կանեմ, բայց ես դեռ չգիտեմ ոչ մի բան անել, եւ ստացվում է, որ երեխան ինքը իրեն առաջարկում է շատ հակասական եւ շատ հոգու ճիչով մի վարք, որը չգիտեմ ինչ պիտի անեմ, բայց արդեն ուզում եմ ես ինքս անել, եւ դրա համար բոլոր հոգեբանական դպրոցներում այս տարիքը անվանվում է նեգատիվ տարիք, նեգատիվ վարքի, որովհետեւ վարքի առաջին փուլում երեխան մերժում է, սկսում է մեծերին մերժել, որ կարողանա ինքնուրույնանալ։ Այստեղ ասեմ հենց մի անգամից, թե ինչպես կարելի է օգնել երեխային, հաշվի առնելով այդ իր առաջին մերժումը որպես նախադասության սկիզբ, առաջարկի սկիզբ, կարելի է դա անտեսել եւ հենվել հաջորդ ավարտին իր ասածի, ես ինքս եմ ուզում անել։ Եվ եթե այս դեպքում երեխային չեն սկսում սաստել, պատժել, բարկանալ, պիտակավորել ոչ լավ բառերով այդ առաջի չեմ ուզում, չեմ անի հայտարարության համար, պարզ է, որ հասցնում են տեսնել երեխայի առաջարկը, որ ես ինքս եմ ուզում անել, բայց անել չգիտեմ։ Եվ այս դեպքում ես ծնողներին առաջարկում եմ, ասեք, արի միասին անենք, եւ դու սովորելով արդեն ինքնուրույն կանես։ Այս միասինը, ոչ թե ես քո փոխարեն անել։ Ցավոք մենք շատ ունենք տատիկների, մայրիկների կողմից այսպիսի առաջարկ, վարքային առաջարկ երեխաներին, բեր մենք քո փոխարեն անենք, որ լավ ստացվի, մաքուր ստացվի, ճիշտ ստացվի, չկեղտոտես շորիկներդ եւ շուրջը, չթափես, չկոտրես եւ երեխաները այս դեպքում այդ իրենց ցանկությունը սովորելու ինքնուրույն դառնալու չեն կարողանում։ Հասկանալի է։ Տիկին Նարինե, մենք բազմաթիվ հարցեր ենք ստացել երեկվանից մինչև այսօր եւ նաեւ մեր կոլեկտիվից գաղտնիք բացեմ, որ ունենք հարցեր, դրանց մինչև անդրադառնալը խնդրեմ լսենք մեր հեռուստադիտողին, առաջին հեռուստադիտողը արդեն կապի մեջ է։ Ալո։ Բարև ձեզ։ Ես խնդրում եմ պատասխանի հոգեբանը, ուրեմն թորնիկս 6 տարեկան է, թողնում ենք հնարավորինս ազատ իրեն, ինքը ունակություններ ունի, բայց երբ որ գալիս է պահը, ասենք արտահայտվելու, չի կարողանում իրեն դրսևորի եւ շատ ներվային, ասենք, վիճակների մեջ է ընկնում, հակաճառելու տեսակետից, մեծի, ասենք, այդ աստիճանը չի պահպանում, որքանով է դա ճիշտ այդպես թողնել, խիստ վարվենք, թե ոնց անենք, ինքը կմեծանա, մի քիչ կհասկանա ամոթը կամ ասենք հաճախում է մանկապարտեզ, բայց ոչ մի փոփոխություն չկա, ասենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արդեն մի փոքր անցել է 5-6 տարեկան։ Փաստորեն մենք դրա մասին ասեցինք, որ եթե երեխան չի կարողանում մինչև 6 տարեկանը գտնել իրեն զգացմունքները ճիշտ դրսևորելու, իրեն կարողությունները ճիշտ ներկայացնելու շրջապատին տարբերակը, իրեն մոտ առաջանում են վախեր, իրեն մոտ առաջանում են լարվածություններ եւ դրանք կարող են արտահայտվել այդպիսի նեգատիվ ագրեսիվ վարքով։ Եվ այստեղ այս երեխան կարծում եմ շատ լարվում է, որ իրեն կարողությունները ցուցադրելու ժամանակ սխալ կանի, ժողովրդական լեզվով խայտառակ կլինի, կպատժվի, նկատողություն կստանա կամ կողքից որևէ մեկը իրեն այնպիսի նկատողություն կանի, որից ինքը ավելի կամաչի եւ չի կարողանում շրջապատում իրեն ներկայացնի։
պարզ եթե մեկ բառով փորձեմ ասել, թե ինչ է կատարվում երեխայի հետ, երեխայի մոտ գնում է հոգու ճիճ, ինչպես ինձ ներկայացնեմ, որ լավ գնահատվեմ, եւ չկարողանալու պատճառով նա ընկնում է այդպիսի հոգեվիճակի մեջ։ Կարելի է օգնել երեխային։ Հակաճառելն էլ դա իր պաշտպանության ագրեսիվ եւ հակառակվելու տարբերակն է օգտագործում երեխան։ Հասկանալի է։ Այդ դեպքում ինչ անեն ծնողները։ Ես կարծում եմ, որ երեխային անպայման պետք է օգնել։ Միայն մեծանալով չի անցնի իր մոտ եւ տատիկը ասեց կսկսի ամաչել երեխան, հա, մեծանալով։ Ես կարծում եմ, որ երեխան արդեն ամաչում է եւ այնինչ անում է, հենց ամոթից է անում երեխան։ Իր մոտ ամաչելու, այո, ամաչելու զգացումը շատ ավելին է, քան պետք է, որ երեխան կարողանա իր կարողությունը ցույց տալ։ Իսկ ամաչում է, նաև վախենում է եւ դրա համար հակառակվում է, որ ցույց չտա իրեն շատ վախկոտ։ Հասկանալի է։ Կարծում եմ այդպես։ Օգնելը վախերի մասին եք խոսում, դա փաստորեն զգացմունքային ֆոնի վրա շատ բաներ կարող են կատարվել, հոգեբանական իրավիճակներ կարող են ստեղծվել երեխայի մոտ։ Դա իսկապես առանձնացված մի ճյուղ է հոգեբանության, հոգեթերապիայի մեջ, թե պարզապես ընտանիքը կարող է ամեն ինչ վերագրել վախերին։ Ես ձեզ ասեմ, հոգեվերլուծության հիմքում ընկած է հենց այն հաստատումը, որ մեր բոլոր չստացված եւ անկարող վարքի հիմքում ընկած են վախերը, արտահայտված վախերը կամ թաքնված վախերը։ Թաքնված վախերն էլ ունեն փոխարինող այդ վախին ցուցադրում, որը հաճախ պետք է փնտրել հոգեբանի հետ միասին եւ գտնել, թե ինչու երեխան որոշեց այսպես դրսևորել իր վախը եւ ուղիղ չասել վախի մասին։ Քանի որ խոսեցինք վախերից, ասեմ նաեւ, որ դա ավելի շատ արտահայտված է տղաների մոտ։ Աղջիկները հայկական ընտանիքում իրավունք ունեն ասել վախենում եմ, լաց լինել կամ ամաչել եւ շրջապատում դրսևորել զուսպ վարք։ Իսկ տղաների մոտ մենք ավելի շատ ուզում ենք տեսնել կարողություններ, ուժ, ռիսկ եւ այնպիսի վարքի դրսևորում, որը իրեն կգնահատի որպես ուժեղ, խելացի տղայի։ Եվ այս դեպքում, երբ երեխայի մոտ ինչ-ինչ առիթով ձևավորվում է վախ, նա աշխատում է դա չցուցադրել եւ ձևափոխած ցուցադրել։ Հասկանալի է։ Իհարկե։ Այնպես որ ենթադրում եմ, որ տղա էր թորնիկը, թե չնշեց, չեմ հիշում։ Տիկին Նարինե, այդ վախերից ամենատարածված արտահայտությունները բոլորիս ծանոթ, ասենք, գիշերվա երազների մեջ բարձր միանգամից լացել սկսելն է հենց 3-3.5 տարեկան երեխաների մոտ, որ շատ է պատահում։ Կարող են լինել նաև այլ դրսևորումներ, այսինքն կոնկրետ ինչ-որ բանից վախենալու ձևով արտահայտվեն, չգիտեմ, կենդանիներից, թե ընտանիքի անդամներից որևէ մեկից, եւ ձեր նշած թաքնված վախերը ինչպես կարող են ի հայտ բերել ծնողները եւ ինչ անեն դրա, այսպես ասած, դեմն առնելու համար։ Այն առիթը, որը դուք նշեցիք, գիշերվա լացը երեխաների, պիտի ասեմ, որ կան երեխաներ, որոնք նաև սկսում են իրենց վախը շահարկել։ Եթե տանը կա որևէ մեծ, որը վախի ազդեցության տակ երեխային դարձնում է արտոնյալ, իրեն նյարդային լինելը բերում է այնպիսի վարքի, որ իրեն թույլատրում են ամեն ինչ անել, միայն թե լաց չլինի, չբղավի, չունենա այդպիսի նյարդային դրսևորում, այդպիսի երեխաները անկախ իրենցից, որովհետև դա նորից նշեմ, երեխային գիտակցաբար դա դուր չի գալիս։ Դա անգիտակցական մակարդակով երեխան տեսնում է, որ այդպես ինքը դառնում է արտոնյալ եւ ստիպված օգտագործում է այդպիսի վարքը։ Եվ շատ հաճախ գիշերվա լացը երեխաների մոտ դա քողարկված ցանկություն է գալ մայրիկի մոտ։ Հասկանալի է։ Եվ եթե դա իրեն մոտ իրականանում է, պարզ է, որ երեխան եւ չի ուզում դա իրեն դուր չի գալիս, որ այդ տարբերակով ինքը դա պիտի անի, բայց նաեւ օգտագործում է, որ իր ուզածին հասնի։ Այնպես որ երեխաների վախը նաեւ եթե որպես վարք ստանում է տանը թույլտվություն, ուրեմն երեխան դա ստիպված օգտագործում է։
Տիկին Նարինե, մենք խոսեցինք վախերի մասին եւ փաստորեն երեխաները հնարավոր է, որ երբեմն նույնիսկ ակամայից այդ դրսևորումները կիրառում են իրենց նպատակին հասնելու համար։ Շատ տարածված տարբերակ է նաեւ այդ իմաստունների կողմից, հա, երեխաների խորամանկների կողմից կամակորությունը եւ ինչպես ասում են կապրիզներն ու հիստերիայի դրսևորումները։ Մենք նաեւ ստացել ենք մի քանի հարց ինտերնետով հենց այդ թեմայով, այսպիսի մի հարց կար, որ ասում է իմ տղան 4.5 տարեկան է, եթե ես հանկարծ փորձեմ նրան հակառակվել, կարող է ինձ խայտառակել փողոցում կամ ցանկացած մեկ այլ վայրում, եւ բոլորը կողքից նկատում են ու ասում են հատկապես մեծերը, որ դա հիստերիայի մեջ է ընկնում իր կամակորության պատճառով, խնդրում եմ ասեք ինչ անեմ ես եւ որ մեթոդն է ավելի ճիշտ, նրան համոզելը, արգելելը, թե հակառակվելը։ Ես կարծում եմ այդ երեքն էլ ճիշտ չի, երեխան պիտի ստանա բացատրություն, ինչի է ծնողը իրեն որևէ առիթում ասում ոչ եւ որևէ առիթով այո, եւ դա ձևավորվում է տանը։ Կարծում եմ այն երեխաները, որոնք դուրսը օգտագործում են մարդկանց մեջ շրջապատված օգտագործում են այդպիսի վարք, որը նշանակում է մայրիկ ես հիմա քեզ կխայտառակեմ եւ դու վերջը իմ ուզածը կանես։ Հա, դա ձևավորվում է տանը։ Երբ ընտանիքում մայրիկը թույլ է եւ չի կարողանում ունենալ հստակ այո կամ ոչ դիրքորոշումը, բացատրած դիրքորոշումը, ոչ թե արգելած կամ մեկ բառով այսպես հրամայած, այլ եթե մայրիկը տանը կարողանում է երեխայի հետ այդ տարիքում պատկերացրեք, որ երեխաները շատ լավ կարողանում են բացատրած խոսքը ըստ իրավիճակի, ըստ զգացումի, ճիշտ բացատրած խոսքը կարողանում են շատ լավ հասկանալ։ Եվ եթե մայրիկը տանը կարողանում է երեխային օգնել հասկանալ, թե ինչու այս դեպքում ինքը պիտի ասի ոչ, չի կարելի կամ մյուս դեպքում այո կարելի է, պարզ է որ երեխան չի օգտագործի դուրսը իրեն այն նորից տանը ձևավորված կարողությունը, որ ես հիմա լաց կլինեմ, ես հիմա կպարկեմ հատակին, ոտքերս, գլուխս կհարվածեմ եւ տատիկը, պապիկը կասեն արա երեխայի ուզածը, որովհետեւ լաց է լինում, պապիկներ չխառնվեն, մայրիկները շատ հաճախ ասում են միայն թե այսպես ասած ձայնը կտրի, միայն թե չգորգոռա եւ ինձ չխայտառակի։ Եվ այս դեպքում երեխան դեռ չի կարող լիարժեք իր համար կարծել, թե սա շատ վատ է իր արածը եւ պիտի ասեմ ինչու երեխաները մինչեւ 1 տարեկան, մինչեւ 2 տարեկանը, երբ չունեն ձևավորված խոսք, իրենց զգացումները, իրենց կարողությունը եւ անկարողությունը պիտի ներկայացնեն ճիչով, լացով, բարձրաձայնելով։ Դա բնությունից տրված իրենց կարողությունն է։ Եվ երբ երեխան նորից ունի շատ արտահայտված ցանկություն, որը չի հասցնում դարձնել բառ, տրամաբանված ներկայացնել ծնողին, նա նորից դիմում է այն կարողության, որը ուներ բնությունից իրեն տրված, լացով եւ ճիչով։ Եթե ծնողները օգնում են երեխային դա փոխարինել խոսքով, բացատրությամբ, ձեռքով, ամեն դեպքում երեխան ինքն էլ է սովորում մեծահասակների տանը իր ցանկությունը, իր կարողությունը բացատրել եւ ցուցադրել։ Այդ դեպքում նա չի դիմի այդպիսի ճիչով եւ լացով պահանջին։ Իսկ եթե խոսքը երեխայի մոտ այսպես ասած ուշանում է, ինչ որ պատճառներով դա կարող է հանգեցնել նման process-ների։ Իսկ եթե արդեն ձևավորվել է այդ ձևով երեխան, ասենք արդեն մի տարի է անընդհատ ցանկացած փոքր խնդրի դեպքում նա պարկում է հատակին, փողոցում թե տանը եւ ոտքերը հարվածում է, կարող է դա այն վերադաստիարակության պահը հնարավոր կլինի, թե արդեն այդպես էլ կգնա մինչև Իհարկե պետք չէ թողնել, որ այդպես էլ գնա, որովհետև դա եւ ծնողին եւ երեխային դուր չի գալիս այդպեսի հարաբերությունը եւ դա ունի մեծանալու ընթացք։ Բայց փողոցում կարծում եմ չեք կարող երեխային սովորեցնել ճիշտ լինել։ Ես հաճախ ինձ շատ նեղացնող այսպիսի մի
հաստատումել եմ տեսնում ծնողների կողմից, երբ արդեն լաց լինող երեխային ասում են ձայնդ կտրիր, թե չէ հիմա կծեծեմ, ավելի են վախեցնում։ Եվ վախեցնող, այո, մեջբերումներ են անում։ Այս ինչը կգա, այն ինչին կկանչի։ Ակնկալելով, որ երեխան վախից պիտի լաց չլինի, կարծում եմ երեխան վախից ավելի շատ պիտի լաց լինի։ Այնպես որ դա շատ սխալ հաստատում է, ամենահարմար տարբերակը շեղել երեխային։ Եթե իր ուզածը չեք անելու, ուրեմն շեղել։ Եթե իր ուզածը ամեն դեպքում կարելի է անել, կարելի է երեխային ասել, գիտես, ես էլ էի որոշել, որ մենք սա անենք, բայց քանի որ դու լացեցիր կամ քանի որ դու բղավեցիր, ես չկարողացա քեզ ասեմ, որ ես էլ էի որոշել, որ միասին մենք սա անենք, то есть ուղղել իրեն դեպի միասին կատարումը դրա։ Իսկ օգնել երեխային, որ ինքը լացով, ճիչով եւ իրեն վնասելով չպահանջի, դա պետք է անել տանը եւ պետք է անել բացատրելով, ամեն օր կաթիլ, իսկ այդպիսի մի դրվագում, երբ դուք տեսնում եք, որ երեխան ապահովված է իրեն չվտանգելու, օգնում եք ապահովված լինի չվտանգելու, բայց շարունակում եք ճչալ լաց լինել, դիմանում եք, բացատրելով իրեն, որ լացն ու ճիչը քո ուզածի չի կարող քեզ բերել, որովհետև դու խելացի բալիկ ես, մեծ բալիկ ես եւ կարող ես ինձ բացատրել քո ուզածը։ Արի անցնենք բացատրելուն, որ ես կարողանամ քեզ պատասխանել եւ քո ուզածը անել։ Դա տանը պետք է սովորել, եթե տանը չի ստացվում, մենք հրավիրում ենք մեզ մոտ այն խմբակներ, հոգեբանական, այո, միջամտության, որը այսպիսի հստակ սահմաններ ունի։ Երեխային պետք չէ խնդրել, երեխային պետք չէ հրամայել, երեխայի հետ միասին պետք է համագործակցել, բացատրելով, միասին գալ որոշման։ Հասկանալի է։ Արթուրը մեր ռեժիսորը հուշում է, որ կրկին ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի ջան, ես ունեմ 2.5 տարեկան տղա, որը ծնված օրվանից շատ անհանգիստ է, լաց կանե, կամակոր, ագրեսիվ։ Եվ ոչ մի կերպ չեմ կարողանում նրան փոխել, ասենք ջղային անում ենք վրեն, էլի չի ազդում, հանգիստ ենք խոսում, էլի չի ազդում, ինքը շատ կամակորա, գիշերները բացարձակ չի սիրում քնել, լացում անընդհատ, ինչպես կարող ենք այդ ամեն ինչը իր մոտ վերացնել։ Ես նյարդաբանի մոտ եմ փորձել տանել նրան դեղեր են նշանակել, բայց չի օգնում, կինդինորմ դեղեր են նշանակել երեխաների ագրեսիվ վիճակը վերացնելու համար։ Ինչ խորհուրդ կտաք։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ անպայման երեխային պետք է օգնել, ձևավորել իրեն զգացածի ճիշտ առաջարկ ծնողին, քանի որ ծնողը ասեց, որ ծնված օրվանից է երեխան այդպիսին շատ լացկան է, շատ հուզային է եւ կարծում եմ, որ որոշակի դիսկոմֆորտային խնդիրներ նա ունի, եթե նյարդաբանն էլ տեսել է, իսկ արդեն հոգեբանական կողմից երեխային պետք է օգնել, հենց այն ինչի մասին խոսեցինք սկզբում, կարողանալ առանց լացի, առանց բղավելու, իրեն տարիքը, մեծ տարիքը գովելով, օգտագործելու եւ սովորեցնելու իրեն, թե ինչպես են դիմում։ Եվ այստեղ կա մի փոքր դժվարություն։ Ծնողները իրենք պիտի չբարկանան, չբղավեն իրեն վրա, պիտի չհուսահատվեն, չպիտի ասեն երեխային դու ինչ վատն ես, բացասական գնահատականներ չտան երեխային, այլ օգնեն իրեն, անգամ եթե մի փոքրիկ լավ բան արեց երեխան, կարճելով այդ փոքր լավ արարքից, գովելով, ոգևորել իրեն, ասել դու կարող ես նաև այս տարբերակով։ Բայց այդ դեպքում նորից կրկնվեմ, մի քիչ դժվար է ծնողների համար, որովհետև իրենք պիտի օրինակ լինեն։ Այն ծնողները, որոնք չեն դիմանում, բարկանում են, չքնեց, չկերավ, վատ պահեց իրեն երեխան եւ իրենք էլ են հունից դուրս գալիս եւ շատ զգացմունքային վարք են ցուցաբերում երեխայի մոտ, այդ դեպքում դժվարանում է երեխային ապացուցել, որ այդպես չի կարելի։ Հասկանալի է։ Այնպես որ կարծում եմ Չհաշված նաեւ այն դեպքերը, երբ տանը ոչ երեխայի միմյանց վրա էլ գորգորում են ծնողները եւ երեխան ինչ տեսնում է, ինչպես ասում են, այն էլ սովորում է։ Լսենք մեր հաջորդ հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Իսրայելյան, ես հարց ունեմ։ Ունեմ 3.5 եւ 2.5 տարեկան փոքրիկներ։ Հիմա հարցս հիմնականում վերաբերում է տղայիս։ Չափազանց կամակոր է հիմա, բայց ավելի շատ ինձ հուզում է նրա գիշերային վերթռչելու, լացելու, ճչալու
խնդիրը ճչում է միամիտ ու ամենալուրջ խնդիրը, որ ինձ ուզում է կոնկրետ ինձ ասում է գնա տանից։ Ես չեմ ուզում դու մնաս տեղ, դու գնա տանից ու մի 10 րոպեից հետո հանդարտվում է, ինձ փաթաթվում, սիրում, գուրգուրում ու ասում, որ շատ վատ բան եմ արել, բալիկը պիտի մայրիկին այդպիսի բաներ չանի ու առավոտյան նորմալ, գերէմոցիոնալ երեխա է։ Ու հիմա կարծես թե աղջկաս մոտ, որը փոքր է 1 տարի, նույն բաները կարծես թե կրկնվում է։ Ուզում եմ իմանալ ինչն է պատճառը, որտեղ ծնված օրվանից ես իրենց հետ խոսում եմ, բացատրում եմ, զրուցում եմ, գուցե մի քիչ տարօրինակ է, որ ծնված օրվանից, բայց այդպես է։ Ամեն բան հասկանում են, ամեն բան բացատրելով են անում, ես էլ ամուսինս էլ, բայց շատ էմոցիոնալ են ու պահի տակ այդ կամակորություններն անում են ու հատկապես գիշերային այդ վերթռչելու, ճչալու, լացելու խնդիրները, բայց ոչինչ չի բացատրում, երազ տեսավ, ինչ որ խնդիր եղավ, խնդրում եմ, եթե կարող եք, ինչով կարող եք օգնել, որպեսզի ես երեխայիս հետ շփվեմ։ Շնորհակալություն։ Պիտի ասեմ եւ նախորդ երեխայի դեպքում եւ այս երեխայի դեպքում լավ կլինի, որ մեզ մոտ այցելեն եւ մենք կարողանանք ավելի այսպես լիարժեք օգնել երեխաներին դուրս գալ այս վիճակից, բայց հիմա կարճ խորհուրդ կտամ, այսպես փոքրիկը 3.5 տարեկան եղել է ընդամենը 1 տարեկան, երբ ծնվել է հաջորդ երեխան եւ մայրիկը այս մոտ ծնունդները կոչվում են sibling ծնունդներ, այսպիսի մասնագիտական տերմին կա։ Սա երեխաներ են, որտեղ մեծը անպայման իրեն զգում է մայրիկից օտարված, լքված, շատ ճիշտ եք, որովհետեւ միանգամից ծնվել է հաջորդ երեխան եւ կարող եմ ասել կան կենսաբանական ուսումնասիրություններ, որ հենց հղիության պահից մայրիկ արդեն իրեն կենսաբանական կապը տեղափոխում է փոքրիկին եւ մեծը, պայմանական մեծը իհարկե, որովհետեւ շատ փոքր է, մնում է անոթի եւ այն խնդիրը, որ մայրիկից նա նեղացած է, առավել եւս երբ որ արդեն ծնվում է փոքրիկը, որին պետք է արտահայտված խնամք եւ հաճախ ընդամենը 1 տարեկան երեխային ասում են դու արդեն մեծ ես, դու սպասիր, դու խաղարա, դու դիմացիր, ես զբաղվեմ փոքրիկով եւ այս դեպքում ավելի ակնառու է դառնում մեծի համար, որ փոքրիկը մայրիկին իրենից խլել է եւ մայրիկն էլ իր սերը ուղղել է դեպի փոքրիկը։ Եթե նաեւ վարքն է դրանից փոխվում մեծի մոտ, մեծը սկսում է այդ խանդից իրեն վատ պահել։ Նա արդեն սկսում է կարծել, որ այնպիսի պատժելի է, որ ուրեմն սիրելի չի եւ նորից փոքր երեխան սիրելի է, մայրիկը արդեն ուղղված է նրան, իսկ մեծը մնում է ոչ միայն ոչ սիրելի, այլ նաև պատժելի երեխա։ Եվ գիշերային իրեն վերթռնելը, ես կարծում եմ անկախ իրեն, անգիտակցաբար երեխան հասկացել է, որ գիշերը եթե մայրիկը զբաղված է փոքրով, իսկ ինքը եթե իրեն վատ զգա, արթնանա, բարձրաձայնի, նաև իրենով կզբաղվի մայրիկը։ Իհարկե, եւ կարծում եմ անպայման մայրիկը ունենում է պահեր, երբ հուսահատվում է, հուզվում է, բարկանում է եւ դրա համար է երեխան այն մայրիկի այն մասը, որը վատն է, ասում է գնա, մայրիկի այն մասը, որը լավն է, ցանկանում է, որ մայրիկը մնա։ Եվ դրա համար է իր մոտ գնան դա այն ջղայնացող մայրիկին է վերաբերվում, իսկ իրեն սիրող մայրիկին հետո նա ասում է մայրիկ ջան կներես։ Փաստորեն տվյալ դեպքում մայրիկը պետք է սերը ճիշտ բաժանի, եթե կոպիտ ասենք։ Իհարկե, եթե արդեն այդպես է ստացվել, որ երեխաները այդքան մոտ տարիքի են ծնվել, ես կառաջարկեմ շատ չշեշտել մեծ լինելը մյուս բալիկի եւ աշխատել միասին մեծացնել հավասարի, որովհետեւ այնտեղ արդեն ձևավորվում է մեծ լինելու մերժում, այն ինչ մայրիկը նկարագրեց, դա նման է նրան, որ տղան ասում է ես էլ եմ փոքր։ Տիկին Նարինե, մենք խոսեցինք հատկապես շատ հարցել հնչեց գիշերային այդ վախերի եւ փաստորեն երեխայի բողոքը արտահայտելու միջոցներից մեկի մասին, որ գիշերը վեր են կենում եւ գոռգոռում, մայրիկին տնից դուրս են հրավիրում, հետո նորից խնդրում, որ հետ գա։ Շատ տարածված խնդիր է նաեւ այսօր մեր ժամանակակից իրականության մեջ այս գործիքներից երեխաների կախվածությունը տարբեր ձևաչափերով, համակարգիչ, հեռախոս, պլանշետներ։ Մենք այսպիսի
էլեկտրոնային փոստով հարց ենք ստացել, ասում է, եթե ես փորձեմ նրա ձեռքից վերցնել պլանշետը, նա այնպիսի իրավիճակ կստեղծի տանը կամ ցանկացած մեկ այլ միջավայրում, որ ինքս կփոշմանեմ այդ քայլի համար։ Ասում է, ես ինչ անեմ, որոշները ասում են, որ այդ խաղերն ու մուլտերը զարգացնում են երեխաներին, իսկ որոշներն էլ ասում են, որ այդ տարիքում դա ընդհանրապես չի կարելի նրանց թույլ տալ։ Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր ասում են, որ այդ տարիքում չի կարելի։ Իդեպ ասեմ, որ զրուցել եմ մասնագետի հետ եւ ասում են անգամ իրենց ինստրուկցիայի մեջ գրված է, որ մինչեւ 7 տարեկան երեխաներին արգելվում է տալ։ Եվ մենք շատերս դա չգիտենք, իսկ եթե արդեն որպես հոգեբան երեխաները երբ զբաղվում են iPad-ով, իրենք արժանանում են հաճախ ծնողների կողմից գովեստի, որ կարողանում են այսպիսի բարդ տեխնիկան օգտագործել, եւ երեխաները սկսում են կարծել, որ իրենք շատ հմուտ են, խելացի են, գովեստի արժանի են եւ դրա համար սկսում են այդ իրը սիրել։ Այո։ Դա իրենց գովեստի լավը լինելու ապացույցն է եւ այդ դեպքում դժվար է վերցնել գլուխն է հանգիստ ապրեք եւ երկրորդ տարբերակը այն որ երեխան այդ արագ էքշն կադրերը տեսնելով չի կարողանում շեղվել ուրիշ խաղի եւ գանված մնում է էկրանին դա շատ բացասաբար է ազդում երեխաների վրա, բայց ամեն դեպքում այն, որ երեխաները որոշակի ժամանակ կարող են չխանգարել մեծերին եւ անշարժ նստել այդ նույն iPad-ը, պլանշետը, հեռախոսը ձեռքին, ծնողներին թվում է երեխան հանգիստ է եւ լավ է։ Ոչ, երեխան անջատված, արգելակված, լարված հայացքով նայում է այդ շարժումներին եւ իրեն բավարարվածությունը այստեղ դա տեսողական բավարարվածություն է, երեխան շշմած է եւ դրա համար էլ հաճախ iPad-ը վերցնելուց երեխան սկսում է արտահայտել ոչ միայն այն, թե ինչու վերցրեցիք իմ ձեռքից iPad-ը, այլ սկսում է ասել իր վատ զգալու մասին որովհետև անպայման երեխան եթե երկար iPad-ով զբաղվելուց հետո հայացքը շեղում է, կարծում եմ մեծերն են դա ունենում երկար էկրանին նայելուց հետո, անպայման ունենում է տեսողական որոշակի լարվածություն, հոգնածություն եւ այդ ամենին գումարվում է նաեւ տեսողության խնդիրները, անընդհատ նստած լինելու դիրքից ողնաշարի հետ կապված խնդիրներ, իսկ ընդհանրապես պետք է չտալ ձեր կարծիքով դա երեխայի ձեռքը մինչև որ տարիքը Դե ես կարծում եմ մինչև 7 տարեկան է, ինչպես որ գրված է իրեն ինստրուկցիայի մեջ փաստորեն, ստեղծողները հստակ ասել են, որ այդ տարիքի երեխայի համար ոչ մի արժեք, իրական արժեք չի ներկայացնում iPad-ը կամ պլանշետը, հեռախոսը։ Եվ քանի որ շատ են շրջապատում խաղերը, որոնք կարող են երեխային եւ զարգացնել, եւ զբաղեցնել, եւ շարժել, այդ տարիքի երեխաները չպետք է 10 րոպեից ավել անշարժ նստած մնան, անգամ եթե իրենք մուլտ են դիտում կամ ուտում են, գիրք են թերթում, իրենք պետք է գոնե մի փոքր շարժվեն, անշարժ նստելը այդ տարիքի երեխաների համար եւ հատուկ չէ, եւ ճիշտ չէ, այնպես որ իհարկե այն խաղալիքների մեծ քանակը, որը օգնում է երեխաներին եւ սովորել, եւ զարգացնել, եւ շարժվել, եւ ակտիվ լինել, եւ բավարարվել խաղի ընթացքում իրենց լավ զգալով։ Այդ բոլորը կան եւ ես կարծում եմ, որ այս տեխնիկան ընդհանրապես ծնողին որոշակի ժամանակ է տալիս իրեն շեղել, ազատ զգալու, բայց պիտի հաստատեմ հետո բարդույթները եւ հետևանքները այնքան շատ են, որ հստակ իմ բոլոր ծնողները, որոնց մենք առաջարկում ենք iPad չտալ երեխաներին, հեռախոս չտալ երեխաներին, անպայման մեկ շաբաթ հետո հաստատում են, որ երեխան ավելի հանգիստ է դառել։ Հասկանալի է։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին Տիկին Նարինեն, նա կապի մեջ է, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ունեմ 2 տարեկան փոքրիկ, որի մոտ խոսքի զարգացումը շատ վաղ սկսվեց։ Մի տարեկանում արդեն բարձ խոսում էր եւ 2-ին մոտ հանկարծ սկսեց կակազել։ Եղա հոգեբանի մոտ, նա ինձ խորհուրդ տվեց, գուցե պատճառը պամպերսից հրաժարվելն էր, որից դժվար էի կարողանում հրաժարվել։ Դժվար էր երեխան հրաժարվում պամպերս կրելուց։
Նորից սկսեցինք օգտվել պամպերսից, երեխայի մոտ կակազելը դադարեց։ Ինձ հետաքրքրում է, արդյոք կապ կունենա այդ փաստը երեխայի խոսքի ձևավորման։ Ես վախում եմ, որ հետագայում կրկնվի դա։ Ինչ խորհուրդ կտայիք։ Վերջը մինչև երբ պետք է պամպերս կրի։ Ես կարծում եմ, որ պամպերսը դա ընդհանրապես առիթ էր, որ երեխան դրսևորի իր վախը։ Կակազելը դա խոսքի վախն է երեխայի, երբ երեխան որոշակի լարվածության պատճառով չի կարողանում ազատ արտահայտել իրեն խոսքը։ Եվ այս դեպքում, եթե դա համընկել է պամպերսի հետ, ուրեմն մենք պիտի մտածենք, թե պամպերս չկրելու կամ կրելու դեպքում երեխան ինչից է վախենում։ Եվ առիթը մասնագիտորեն կոչվում է ռացիոնալիզացիա, то есть երեխան ռացիոնալ տարբերակ է գտել ասելու, որ ես վախենում եմ։ Եվ այս դեպքում, եթե երեխային պամպերսը հանելու արարողությունը շատ խիստ է, կտրուկ է, մեղադրական է, կամ եթե երեխան չի կարողանում առանց պամպերսի շորիկները չկեղտոտել, կամ պրոցեդուրան իրեն տուալետային կարողանում է ճիշտ լուծել, թե չի կարողանում, ինչպես են գնահատում իրեն, ինչպես են բարկանում, ինչպես են ոգևորում, որ երեխան դա անի, դրանք են կարևոր պայմանները, որոնք բերել են երեխային դժվար կակազելով խոսելու, որովհետև այս տարբերակով նա ասում է ես վախենում եմ։ Հասկանալի է։ Պատկերացրիք, եւ այս դեպքում պամպերսը ընդհանրապես կրիչն է իր վախի, եւ եթե ծնողը անհանգստանում է, որ ուրիշ առիթներով էլ դա կունենա երեխան, իհարկե այն դեպքում, երբ երեխան կուզի ասել ես վախենում եմ, ես չեմ կարող եւ չի ուզի ասել ես վախենում եմ եւ չեմ կարող միաժամանակ, որովհետեւ դա կկարծի որպես թուլություն եւս պատժվելու առիթ։ Երեխան կսկսի կակազել։ Ես հիմա շատ արագ ձեզ բացատրեցի հոգեվերլուծական մոտեցումը կակազության վերաբերյալ, թե ինչի են երեխաները կակազում։ Ֆիզիոլոգիական ինչ-որ փոփոխության հետևանք չէ գլխուղեղում կատարվող կամ, չգիտեմ, գուցե ձայնալարերի հետ կապված, ես բժիշկ չեմ։ Եթե բժիշկները ստուգել են եւ երեխան չունի ֆիզիկական արատ, որի դեպքում դժվարախոսություն է ձևավորվում երեխայի մոտ, ուրեմն սա հոգեբանական է։ Եվ մասնագիտական տերմինը կոչվում է լոգոնևրոզ, то есть սա ձևավորվում է երեխայի մոտ։ Իսկ ինչ է նևրոզը։ Նևրոզը դա հոգեբանական կոնֆլիկտ է, դա լարվածություն է երեխայի իրար բացառող զգացումների բախում է երեխայի հոգեկանի մեջ, որը երեխան չի կարողանում դրսևորել։ Հասկանալի է։ Մեկ հարց էլ նորից էլեկտրոնայինով, խնդրում եմ հնարավորինս հակիրճ պատասխանենք, ասում է, որ տանը իմ երեխան շփվող է, ես նրա հետ ամեն ինչ կարողանում եմ կազմակերպել եւ խաղում եմ հետը, բայց երբ դուրս ենք գալիս խաղահրապարակ, նա դառնում է չշփվող երեխա եւ կարճում է ինձնից, որ վերադառնանք տուն։ Դա ինչի հետ է կապված։ Ամենահաճախ դա կապված է լինում նրան այն գնահատականի հետ, որը երեխային տանն են տալիս որպես ամենալավի, որպես միակի եւ իր կարողությունը տանը դրսևորելուց երեխան իսկապես իրեն այդպիսինն է կարծում, իսկ երբ հայտնվում է արդեն հասակակիցների շրջապատում, համեմատության մեջ լարվում է, ինքը իրեն դուր չի գալիս եւ ուզում է նորից հայտնվել տանը։ Տարածված է այդպիսին է, բայց գուցե երեխան ունի նաեւ իր պատմությունը, թե ինչպես է ձևավորվել այն իրեն հոգու ճիճը, դուրսը ինձ լավ չի, տանը ինձ լավ է։ Հասկանալի է։ Այսինքն ամեն դեպքում պետք է հոգեբանը լսի ամեն երեխայի անհատական պատմությունը, որպեսզի ճիշտ մոտեցում, հետագա ճիշտ տակտիկա ընտրի եւ դա էլ հենց առաջարկի ծնողներին երեխային այդ իրավիճակում օգնելու։ Այո, մենք ունենք հոգեկանի զարգացման օրինաչափ փուլեր, օրինաչափ դրսևորումներ, որոնք բոլոր երեխաներին եւ ինչպես ասեցինք, ապագա մեծ մարդկանց հատուկ են, բայց ամեն մարդ ունի նաեւ իր սեփական պատմությունը, որով արդեն առանձնանում է եւ անհատականություն է որպես ձևավորում։ Տիկին Նարինե, շատ շնորհակալ եմ, ցավոք ռեժիսորը մեզ հուշում է, որ արդեն մեր եթերային ժամանակը սպառվեց, ներողություն եմ խնդրում այն հեռուստադիտողներից, ովքեր
Զանգահարել էին, բայց չհասցրեցինք նրանց հարցը եթեր տալ եւ նաեւ չհասցրեցի կարդալ էլեկտրոնայինով ստացած մեր որոշ հարցեր, հուսով եմ, որ առիթ կունենանք եւս մեկ անգամ հանդիպելու եւ անդրադառնալու նաեւ մյուս հարցերին եւ հեռուստադիտողների եւ իմ, որ ես չհասցրեցի տալ։ Այսօրվա համար շնորհակալ եմ եւ ձեր գործերին էլ հաջողություն։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հոգեբան Նաիրա Իսրայելյանը, խոսում էինք 3-ից 5 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկությունների մասին։ Ընդունեք երեխային որպես անհատականություն անկախ նրա տարիքից, հարգեք փոքրիկի կարծիքը, օրինակ երբ նա ուզում է կարմիր շոր հագնել, մի պնդեք ու ստիպեք, որ հագնի կապույտը։ Գնացեք փողզիջման, փոխըմբռնման, չմոռանալով նաեւ սեփական դիրքորոշման մասին։ Արեք ամեն ինչ, որպեսզի դուք ձեր երեխայի համար լինեք հեղինակություն, դա կօգնի շատ հարցերում։ Գրանցեք մեր հեռախոսահամարը 54 89 34, նախապատրաստեք ձեր հարցերը, վաղը հյուրընկալելու ենք էնդոսկոպիկ վիրաբույժ Սամվել Սարգսյանին։ Մինչ հանդիպում, առողջ եղեք։